Ողջույն, եթերում հարցազրույցն է, զրուցակիցս քաղաքակրթական եւ մշակութային հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Իրանագետ Աննա Գևորգյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ Տիկին Գևորգյան հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Որոնք են ամենաթարմ տեղեկությունները, որոնք ստացվել են Միացյալ Նահանգներ Իրան սպասվող բանակցությունների մասին։ Դե կարծում եմ ամենաթարմ տեղեկություններն այն են, որ հաստատված զինադադարի խախտման արդեն վերաբերյալ կողմերը ունեն իրարամերժ կարծիքներ եւ իրարամերժ կարծիքներ, թե արդյոք դեռևս հնարավորություն կա բանակցություններ սկսել Պակիստանի միջնորդությամբ։ ԱՄՆ-ի կողմից մենք ունենք հայտարարություն այն մասին, որ այն հրապարակված 10 կետանոց, այսպես ասած, պայմանները, որ Իրանը առաջ էր քաշել, այդ փաստաթուղթը ամենևին էլ այն իրական փաստաթուղթը չէ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայնվել է որպես բանակցությունների հիմք ընդունել։ Մյուս կողմից ունենք Իրանից հայտարարություն այն մասին, որ իրենց արդեն իսկ համաձայնեցված 10 կետանոց համաձայնությունը, անկախ նրանից դա հրապարակված թղթի մասին է, թե մեկ այլ թղթի մասին, նրա 3 կետերը արդեն խախտվել են եւ հատկապես նշվում են հանգամանքը, որ Լիբանանում, քանի որ հրթիռակոծությունները շարունակվում են Իսրայելի կողմից, դա լուրջ խոչընդոտ է, այսպես ասած, բանակցությունների մեջ իմաստ ու տրամաբանություն տեսնելու համար։ Այս հայտարարությունը արել է Իրանից պարլամենտի ղեկավար Ղալիբաֆը, որը համարվում է, որ պիտի լիներ պատվիրակության ղեկավարը Պակիստանում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի կողմից ղեկավարվող ամերիկյան կողմի պատվիրակության հետ հանդիպման համար։ Դեռևս հստակեցված չէ, թե ի վերջո լինելու է այդ հանդիպումը, թե չէ։ Ես կարծում եմ, որ նախապատրաստություն կարծես կա Պակիստանում, չէ՞։ Ինչպես նախապատրաստություն կա եւ անկախ այս իրարամերժ հայտարարություններից եւ Պակիստանը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները պնդում են, որ դեռևս այդ հնարավորության պատուհանը փակված չէ։ Պակիստանի համար հատկապես իհարկե դա իմիջային տեսանկյունից շատ լուրջ հարված կլինի իրեն, եթե ինքը մեկ օր առաջ հայտարարում է, որ իր ջանքերի շնորհիվ, միջնորդական առաքելության շնորհիվ հասել են կողմերը համաձայնության զինադադարի վերաբերյալ եւ իր մոտ բանակցություններ են վարելու եւ եթե դա տեղի չունենա, բնականաբար շատ մեծ հարված է լինելու իր միջազգային կերպարին եւ ակնհայտ է, որ ջանքեր է գործադրելու, որ հանդիպումը տեղի ունենա։ Թե ինչպիսի արդյունքով կլինի այդ հանդիպումը, իհարկե շատ դժվար է կանխատեսել, բայց բուն հանդիպման փաստը, եթե տեղի ունենա վաղը, կարող ենք ասել, որ պատերազմը ոչ միայն 2 շաբաթով դադարեցնելու, այլ առհասարակ ավարտելու վերաբերյալ այդ հույսերի ճանապարհին մեկ կարևոր քայլ առաջ է արվել իհարկե։ Հիմա փաստացի Իրանի կողմից առաջարկվող կամ որպես պահանջ ներկայացվող այդ 10 կետերը չեն բանակցելու, այո, կողմերը։ Ամեն դեպքում Ամերիկայի Միացյալ Նահանգները այդպես է հայտարարում եւ անկեղծ ասած, երբ հրապարակված այդ փաստաթուղթը տեսա, շատ անիրատեսական էր թվում, որ այսքան պատերազմական օրերից հետո Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայնվելու է կետերի, որոնց վերաբերյալ պատերազմից առաջ էլ կար հնարավորություն համաձայնության եւ դա տեղի չէր ունենում, որովհետեւ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար դրանք անընդունելի, այսպես ասած, պահանջներ էին։ Օրինակ, նույն միջուկային ծրագրի վերաբերյալ, եթե այդ պահանջը պիտի ընդունվեր Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից, ապա անիմաստ է դառնում առհասարակ բացատրել, թե ինչի համար էր պետք սկսել այս պատերազմը։ Մանավանդ, որ Միացյալ Նահանգների կողմից հնչում է հայտարարություն, որ կարծես թե իրենք են հաղթել, իսկ այս ցուցակը, որը ներկայացվում է, այն ավելի շատ պահանջ է ներկայացնում, իսկ պահանջ կարող է տրամաբանորեն ներկայացնել հաղթող կողմը։ Այո, նախ այդ հաղթելու մասին կուզեմ խոսել 2 բառով։ Ես կարծում եմ, որ սա մի պատերազմ էր, որի արդյունքները առնվազն այս փուլում հնարավոր չի հաղթանակ համարել ոչ մի կողմի համար։ Ինչու՞, որովհետև բոլոր այն կորուստները, որ ունեցել է Իրանի Իսլամական Հանրապետությունը եւ այն թուլացած ռազմաքաղաքական իրադրությունը, որում արդեն է Իսլամական Հանրապետությունը, դա հնարավոր չի վերացարկվելով իրենց ցանկություններից կամ քարոզչական թեզերից անվանել հաղթանակ, բայց ինչու են նրանք պնդում, որ սա կարող է լինել հաղթանակ, որովհետև Իսլամական Հանրապետության ղեկավար կազմի համար որևէ ձևով ռեժիմի պահպանումը իրենք իսկ
առաջին իսկ օրից սահմանել էին որպես հաղթանակի, այսպես ասած, գրավական։ Այսինքն թե ինչ տեղի կունենա երկրի ենթակառուցվածքների հետ, ինչ տեղի կունենա միջուկային օբյեկտների հետ, ռազմական ներուժի հետ, այս բոլորը կարևոր չէին համարում իրենց հաղթանակի համար, որովհետև քանի որ Ամերիկայի Միացյալ Նահանգների ղեկավարությունը շատ տարբեր իրարամերժ նպատակներ էր սահմանում պատերազմի ելքի համար եւ դրանց թվում կար նաեւ ռեժիմի փոփոխությունը, այ խարսխել այդ կետի վրա դրա տեղի չունենալը համարել հաղթանակ, սա հիմնական ռազմավարություններ Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարների կողմից։ Եթե ինչ վերաբանությունից նայենք, ստացվում Միացյալ Նահանգները պարտվել է, հա։ Տեսեք, ես էլի եմ ասում, ես կարծում եմ, որ պարտվողներ եւ հաղթողներ, եթե այս փուլում պատերազմը դադարում է, ապա պարտվողներ եւ հաղթողներ չենք կարող սահմանել։ Ինչու, որովհետեւ մի կողմից այո, թվում է թե ռեժիմը իր տեղում է, չէ, բայց արդյոք ֆորմալ առումով ռեժիմի պահպանությունը, բայց նրա բովանդակության փոփոխությունը նույնպես որոշակի նպատակների չի ծառայում, որ սահմանել էր Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Ինչ նկատի ունեմ։ Հոգևոր առաջնորդը նախկին սպանվել է, նոր հոգևոր առաջնորդին ոչ ոք չի տեսել եւ չի լսել, եւ հիմնական բանակցող է հանդես գալիս պարլամենտի ղեկավարը, նախկին քաղաքական համակարգի տրամաբանությամբ պարլամենտի ղեկավարը, որևէ պարլամենտի ղեկավար, եթե հիշողությունս չի դավաճանում, երբևէ չի հանդես եկել որպես բանակցող։ Բանակցողին սահմանել է անվտանգության խորհուրդը հոգևոր առաջնորդի, այսպես ասած, տված համաձայնությամբ։ Հիմա թե ինչպիսի որոշումների կայացման, ինչպիսի կենտրոններ ունենք Իրանի Իսլամական Հանրապետությունում, շատ սուղ ինֆորմացիայի արդյունքում չենք կարող հստակ ասել, բայց կարող ենք ենթադրել, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը դարձել է այսպես առաջնային որոշումներ կայացնողը։ Ու դրա կողքին, եթե հաշվի առնենք, որ ղեկավար կազմից ամենից շատ զոհերը հենց Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսից է, ապա նույնիսկ օրինակ Ղալիբաֆի դիրքորոշման վերաբերյալ շատ դժվար է անել ենթադրություններ։ Ղալիբաֆը տարիներ շարունակ հանդես է եկել շատ կոշտ դիրքերից, բանակցողներին եւ արևմուտքի հետ հարաբերություններ կարգավորել փորձողներին քննադատել է հաճախ։ Այս օրերին մենք օրինակ ունենք նաեւ մի քանի բաց նամակներ եւ հոդվածներ տպագրված, որ հեղինակել են նախագահ Փեզեշքյանը, նախկին նախագահ Ռոհանին, նախկին արտգործնախարար Զարիֆը։ Նրանք բոլորը շատ ավելի կարելի է ասել կառուցողական եւ փոխզիջումային տարբերակով հարցի լուծման ջատագովներ են, եւ եթե նայենք նրանց առաջ քաշած կետերը, դրանք կարելի է ասել, որ կարող են ընդունելի լինել նաեւ արևմուտքի համար, բայց նաեւ հնարավորություն են տալիս պահպանելու Իրանում ներկա ղեկավարությունը, անկախ նրանից, թե մենք կարող ենք դա պնդել, որ ռեժիմի շարունակությունն է, թե ռեժիմի ներքին բովանդակության փոփոխությունն է։ Իսկ եթե դիտարկենք Միացյալ Նահանգների կողմի դիրքորոշումը, որ հաղթանակն իրենց կողմն է, այստեղ ինչ պիտի դիտարկումներ կունենանք։ Եթե ասենք, որ Իրանում ղեկավարությունը, նույնիսկ եթե բովանդակությունը որոշակիորեն փոխվել է, բայց մնացած առումով չի փոխվել, սա իրենց համար հաղթանակ կարող է համարվել։ Դա ամեն ինչ կախված կլինի նրանից, թե իրականում ինչպիսի փաստաթուղթ են բանակցելու եւ ինչպիսի փաստաթուղթ են ի վերջո կողմերը ստորագրելու։ Եթե օրինակ ստորագրվի մի փաստաթուղթ, որ խոսի նրա մասին, որ այլևս արևմուտքին հիմնական հակառակորդ չի համարելու Իրանը, չի անվանելու մեծ սատանա եւ բոլոր հնարավոր հարաբերությունները համարելու է անընդունելի։ Միջուկային իր ծրագրի շրջանակներում բոլոր են կետերը, որոնք որ մի կողմից թույլ են տալու իրեն պահպանել քաղաքացիական միջուկային ծրագիրը, բայց նաև շատ ավելի մեծ հաշվետվողականություն ներկայացնելու միջազգային կառույցներին, եւ եթե այդտեղ ներառված լինի նաև կետ այն մասին, որ Մերձավոր Արևելքի իր գործընկեր ոչ պետական կազմավորումներին, Հեզբոլլահին, Համասին, Եմենի հութիներին, այն աջակցությունը, որ տարիներ շարունակ տրամադրել է Իրանը, չի տրամադրելու կամ դրանք վերահսկելի են լինելու, ես կարծում եմ, որ սա կլինի մի իրադրություն, որտեղ այո Ամերիկայի Միացյալ Նահանգները կարող է հայտարարել, որ ինքը հաղթել է, բայց մյուս կողմից ես ուզում եմ անպայման շեշտել, որ սա ամենևին չի նշանակում Իրանի որպես երկիր եւ որպես հասարակություն պարտություն։ Ես ուզում եմ այստեղ ինչքան էլ որ դժվար լինի, որովհետեւ
աշխարհաքաղաքական տեսանկյունից իհարկե քաղաքական համակարգը ներկայացնում է նաև երկիրը, բայց հաճախ է լինում, որ որևէ քաղաքական համակարգի ցանկացած երկրում կարող է ինչ-որ բան լինել անընդունելի եւ համարվել պարտություն, բայց երկրի անվտանգության տեսանկյունից դա լինի փողզիջում եւ լինի միջնաժամկետ, այսպես ասած, ընդունելի իրադրություն։ Ինչ նկատի ունեմ, օրինակ այն հանգամանքը, որ իսլամական համակարգը այսպես անտագոնիստական մոտեցումներով է առաջնորդվում արևմուտքի հետ իր հարաբերություններ չունենալը, դա անդրադառնում է նաև Իրանի ներսում հասարակության տարբեր իրավունքների սահմանափակման, շատ ավելի շատ բյուջեներ հատկացնելու այնպիսի գործողությունների համար, որոնք ոչ թե օրինակ երկրի ներսում ենթակառուցվածքներ զարգացնելու, քաղաքացիների տնտեսական բարօրությունը բարելավելուն են միտված, այլ տարածաշրջանային իր անվտանգությունը ապահովելուն են միտված։ Հիմա եթե այս բոլորը հաշվի առնենք նաև Իրանի հասարակության եւ Իրանի որպես երկրի դիրքերից եւ շահերից, դա ընդհանրապես կարելի է անվանել փողզիջումային լուծում, ոչ թե պարտություն։ Լավ, Տիկին Գևորգյան, ձեր վերլուծություններն ինչ են ցույց տալիս։ Կողմերին իսկապես պետք են այս բանակցությունները, թե ընդհանրապես սա ժամանակ շահելու միջոց է իրենց ուժերը վերագտնելու համար, վերականգնվելու համար։ Կարող ենք անել այդպիսի ենթադրություն, որ կողմերը գուցե այս երկու շաբաթում փորձում են վերադասավորումներ անել եւ նոր թարմ ուժերով շարունակել պատերազմը, բայց մյուս կողմից, եթե հաշվի առնենք այն սարսափելի սպառնալիքները, որոնք որ նույնիսկ ռազմական հանցագործության տարրեր էին իրենց մեջ պարունակում, այո, քաղաքակրթության վերացում, աշխարհի վերջ, չգիտեմ, տարածաշրջանի ոչնչացում եւ այլն եւ այլն։ Բայց դա կաներ Թրամփը։ Դե ես կարծում եմ, որ դա այդ մասին մտածելն անգամ եւ հանրայնորեն դրա մասին գրելը անիրատեսական տրամաբանության աշխարհից դուրս, այսպես ասած, իրադրություն է եւ շատ դժվար է պատկերացնել։ Բայց ինչպիսին էր լինելու այդ ավերիչ հարվածը։ Ինչ էի ուզում ասեմ, բայց ես կարծում եմ, որ դրա հետ միասին, դա հոգեբանական ճնշման հետ միասին, քանի որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նաեւ զինված ուժերի բավական մեծ կուտակում կա նույն Մերձավոր Արևելքում եւ խոսակցություն կար նրա մասին, որ եթե համաձայնության չկան, ապա Հորմուզի նեղուցի մի քանի կղզիները եւ հատկապես նրանցից առավել ռազմավարական նշանակությամբ Խարկ կղզին կարող է հարձակման ենթարկվել։ Այս դա այդ դեպքում արդեն դա կլիներ ոչ միայն Իրանի Իսլամական Հանրապետության որպես քաղաքական համակարգ, այլ նաեւ Իրանի որպես պետության եւ որպես երկրի պարտություն, որովհետեւ դա ռազմավարական տեսանկյունից իր նավթա արդյունահանման ոլորտի տեսակետից շատ առանցքային նշանակություն ունի եւ դրանով պարզապես տնտեսությունը խեղդելու հնարավորություն կունենային Իրանի ամերիկացիները։ Ես կարծում եմ, որ զորքերը դեռևս այնտեղ են եւ այդ ճնշումը դեռևս կա եւ հոգեբանական եւ ռազմական եւ կարծում եմ, որ դրա արդյունքում է նաեւ, որ Իրանում հաշվարկել են գուցե որոշ ավելի կառուցողական ներկայացուցիչներ, որ այսպես շարունակելու դեպքում շատ ավելի մեծ կորուստներ են ունենալու, քան եթե գնան ու բանակցեն որոշակի փողզիջումային տարբերակ։ Ֆրանսը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները պատրաստ է վերանայել Իրանի նկատմամբ իր պահանջները, մասնավորապես ուրանի հարստացումը դադարեցնելու վերաբերյալ, եթե Թեհրանը դրականորեն մոտենա բանակցություններին, որևէ դեպքում կամ որ դեպքում կճանաչի Միացյալ Նահանգները Իրանի կողմից ուրանի հարստացման իրավունքը։ Արդյոք հնարավոր է նման բան, թե չէ։ Տեսեք, այդ ուրանի հարստացման իրավունքի հետ կապված երկու կողմերից կան մաքսիմալիստական մոտեցումներ։ Իրանն ասում է, որ սա մեր իրավունքն է եւ դուք իրավունք չունեք միջամտել։ Ամերիկայի Միացյալ Նահանգներն ասում է, որ եթե դուք ուզում եք քաղաքացիական միջուկային ծրագիր ունենալ, հարստացված ուրանը կարող եք բերել, ներկրել այլ երկրներից եւ այդպիսով մենք կհավաստիանանք, որ դուք ներսում այնպիսի մակարդակի չեք հարստացնի ուրանը, որը հնարավորություն կտա օրինակ նաև միջուկային զենք ստանալ, չէ։ Հիմա այս երկու մաքսիմալիստական մոտեցումներում կարելի է գտնել փողզիջումային տարբերակ, որը օրինակ կարող է լինել։ Եթե օրինակ Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ այլ միջազգային գործընկերներ կասկածում են, որ ուրանի որոշակի պաշար արդեն իսկ հարստացված
ենթադրություններ կան, որ 60% հարստացված ուրանի որոշակի պաշար դեռևս տարբեր ստորգետնյա պահեստներում պահվում է Իրանում։ Օրինակ, եթե Իրանը համաձայնվի արդեն իսկ հարստացվածները դուրս հանել երկրից, բայց պայմանով, որ իրեն հնարավորություն կտան ունենալ, պահպանել հարստացնող այդ համակարգերը փոքր տոկոսով, օրինակ Զարիֆի իմ հիշատակած հոդվածում, որ օրերս է գրել, նա նորից շեշտում է այն տոկոսը 3.14, որը ընդգրկված էր նաև Իմիջայլոց միջուկային ծրագրում, որը 2014-15 թվականին բանակցվել եւ ստորագրվել էր։ Այնտեղ կար հստակ վերահսկողական մեխանիզմ, թե ինչպես պիտի ՄԱԳԱՏԵ-ի ներկայացուցիչները եւ նաեւ միջուկային ծրագրի անդամ երկրները ունենան հնարավորություն վերահսկելու, որ Իրանում այդ 3.14-ից ավելի ուրանը չի հարստացվելու։ Հիմա այստեղ կարելի է այդ փոխզիջման նորից գալ, բայց շատ դժվար է լինելու Թրամփի վարչակազմին բացատրել, թե եթե դրան կարելի էր գալ եւ դա ընդունելի տարբերակ է ԱՄՆ-ի համար։ Բացի պատերազմը 2018-ին Թրամփն է որոշումը կայացրել եւ դուրս եկել այդ միջուկային ծրագրից, դա անվանելով այսպես ասած պարտվողական պայմանագիր Օբամայի ադմինիստրացիայի կողմից։ Հիմա որպեսզի իրենց կողմից էլ բացատրելու հնարավորություն տրվի, ես կարծում եմ, որ այդ կետերում միջուկային ծրագրի այդ պահանջներից զատ ներառվելու է նաև բալիստիկ հրթիռների հարցը եւ Իրանի տարածաշրջանային քաղաքականության հարցը։ Այս երկու հարցը որպես փաստարկ էին բերում Թրամփի ադմինիստրացիայում դեռևս 2018 թվականին, որ քանի դեռ այս հարցերը կարգավորված չեն, ո՞նց է պատկերացնում նահանգները դրա կարգավորումը այդ երկու հարցերի։ Այդ հարցերը կարգավորվում իրենց պատկերացմամբ կարգավորվում են այսպես, որ Իրանի հետ որևէ նոր պայմանագիր կնքելու դեպքում այդ պայմանագրի մեջ Իրանը պետք է պարտավորություններ ստանձնի։ Օրինակ, չունենալու հրթիռների X քանակից ավելին, չունենալու հրթիռների այնպիսի տեսակներ, որոնք կարող են մի քանի հազար կիլոմետր, չէ՞, մենք տեսանք, որ վերջին օրերին կիրառվել են նաև հրթիռներ, որոնք հասել են նույնիսկ Ամերիկայի Միացյալ Նահանգների խաղաղօվկիանոսյան ռազմաբազաներ։ Դրանք չափանիշներ են, որ տարիներ շարունակ արևմտյան մի շարք վերլուծաբաններ ու քաղաքական գործիչներ կարծում էին, որ դրանք պիտի լինեն պայմանագրի մաս, որպեսզի Իրանը հնարավորություն չունենա դրանք իրագործել։ Տարածաշրջանային քաղաքականության վերաբերյալ Իրանը իմ նշած այդ դիմադրության առանցքի իր գործընկերներին, ինչպես իրենք են անվանում, ֆինանսավորման վրա հսկայական գումարներ է ծախսել տարիներ շարունակ, օգնել է նաև ինֆորմացիոն ոլորտում, օգնել է ռազմամթերքով, այս բոլորը նույնպես վերահսկողության որևէ մեխանիզմի չեն ենթարկվում։ Արևմուտքում կարծում են, որ սա ողջ տարածաշրջանի կայունությունն ու խաղաղությունը խաթարում է, եւ կարծում են, որ սա նույնպես պետք է վերահսկելի լինի, որովհետեւ տեսեք, դրանք կազմակերպություններ են, որոնք Իրանը համարում է իր դիմադրության առանցքը, սակայն այդ կազմակերպությունները ամենատարբեր արևմտյան երկրների եւ միջազգային կառույցների չափանիշներով ահաբեկչական կազմակերպությունների ցանկերում են ներառված։ Հիմա եթե Իրանը համագործակցում է իրենց հետ, եթե չասենք, որ անվանում է ահաբեկչական, ապա առնվազն պարտավորվում է չֆինանսավորել եւ չաջակցել նրան, սա կարծում եմ առնվազն այն կողմից, արևմուտքի կողմից հայտարարվում է որպես կարևոր նպատակ նոր պայմանագիր կնքելու համար։ Իսկ Իրանը այսքան հարվածներից այս օրից հետո պահպանել է իր պոտենցիալը, որ հետ պատերազմյան պայմաններում կարողանա զարգացնել իր հրթիռային, անօդաչու կամ միջուկային ծրագրերը։ Լավ հարց է, կարևոր հարց է, բայց ես դրան կգումարեի եւս մի ենթահարց, մի բան է պոտենցիալ ունենալ հրթիռային արտադրությունը շարունակելու, այլ բան է, որ պատերազմի հաջորդ օրը դա չի լինելու, չէ՞, միայն քաղաքական համակարգ, որ պատասխանատու է պատերազմական ոլորտի ռեսուրսները վերականգնելու համար։ Դա լինելու է մի համակարգ, որ պատասխանատու է լինելու նաև քաղաքացիական տնտեսության վերականգնման համար։ Եվ այստեղ շատ ավելի դժվար է պատկերացնել, որ
այդքան ռեսուրս ունի Իրանը, դրա համար փոխհատուցում էր, չէ, ասվում կետերից մեկում, որը էլի մի քիչ անհավանական է թվում։ Փոխհատուցման մասին կետ, ես ճիշտ ասած իսկապես դժվարանում եմ պատկերացնել, որ դա նոր փաստաթղթի մեջ կլինի այդպիսի կետ, բայց ինչու է այդ պահանջը նաև ներկայացվում, որովհետև տեսեք, պատերազմի ընթացքում Իրանը իր հակընդդեմ հարվածներով գրեթե բոլոր արաբական երկրների հետ ծոցի իր հարաբերությունները լուրջ ռիսկի տակ է դրել, որովհետև դրանք երկրներ էին, որ մի կողմից հայտարարում էին, որ իրենք չեն աջակցելու Իրանի դեմ պատերազմին, բայց դարձան թիրախ նաև Իրանի կողմից հարվածների տեսանկյունից։ Եվ Ետ պատերազմական Իրանի համար շատ դժվար է լինելու մի կողմից վերականգնել իր հարաբերությունները իր հարևանների հետ եւ մյուս կողմից նաեւ տնտեսությունը վերականգնել այնպես, որ եւ անվտանգության համակարգը կարողանա վերականգնել եւ մյուս կողմից կարողանա տնտեսությունը վերականգնել այնպես, որ նոր բողոքի ալիքներ չլինեն։ Հիշեցնեմ, որ այս բոլորը տեղի է ունենում նաև մի համատեքստում, երբ ընդամենը 2 ամիս առաջ Իրանում նույն տնտեսական հողի վրա հսկայական բողոքի ալիք կար եւ իշխանությունները այդ ալիքը կարողացան ճնշել միայն, ճակերտավոր ճնշել միայն հազարավոր զոհերի արդյունքում եւ սպանվածների արդյունքում։ Այսպիսի իրադրության մեջ օրինակ նախագահ Փեզեշքյանը նաև հայտարարություն էր արել մի քանի օր առաջ, որ Իրանի տնտեսությունը այսպես շարունակվելու դեպքում մի քանի շաբաթ հետո կարող է կոլապսի առաջ կանգնել։ Սրանք ձայներ են Իրանից, որոնք փոխզիջումային տարբերակով որևէ լուծման հասնելու ջատագովներ են, բայց պիտի ասեմ, որ Իրանում պատերազմական այս դիրության մեջ, քարոզչական տոտալ վերահսկողության մեջ շատ դժվար է նաև տեղ հասցնել այս տեսակ ձայները քաղաքացիներին եւ երկրի բոլոր հատվածներին, որովհետև մենք տեսնում ենք նաև լուրջ ընդդիմախոսություն, այդ տեսակ մոտեցումները համարվում են դավաճանական եւ մաքսիմալիստական պահանջները համարվում են այսպես հերոսական եւ իրական հայրենասիրական պահանջներ։ Լավ, իսկ Իսրայելի դերը այս ամենում, մենք խոսեցինք Միացյալ Նահանգներ, Իրան հնարավոր բանակցությունների եւ պայմանավորվածությունների մասին, իսկ Իսրայելը լիովին կողմ կլինի այդ բանակցություններին, եթե ամեն դեպքում տա Աստված իրենք գտնեն որոշակի եզրեր, որը հնարավոր կլինի մեկտեղել ու ստանալ ի վերջո խաղաղ իրավիճակ դուրս գալ այս հակամարտությունից։ Իսրայելը ինչ կանի, հաշվի առնելով, որ հիմա էլ Լիբանանում Իսրայելը շարունակում է իր գործողությունները հարվածային։ Լիբանանում Իսրայելի գործողությունների շարունակումը Ամերիկայից մեկնաբանեցին, որ այդ նախնական պայմանավորվածության մեջ Լիբանանը չի եղել, Իրանի մոտեցումներն են, որոնք թյուրընկալման արդյունք են եղել։ Բայց իհարկե Իսրայելի դերը այստեղ պատերազմը սկսելու մեջ հսկայական է, պատերազմը ավարտվելու մեջ պիտի հաշվի առնենք, որ Իսրայելի եւ ԱՄՆ-ի նպատակները կարող են այդտեղ տարբերվել։ Եվ դրանք հստակ տարբերություններ են, որովհետեւ եթե Ամերիկայի Միացյալ Նահանգների համար անկախ նրանից ինչպիսի ռեժիմ կլինի, ում ղեկավարությամբ կլինի, եթե ինքը համաձայնվի Ամերիկայի առաջ քաշած այն պայմաններին, որոնց մասին մենք արդեն խոսեցինք, չեմ կարծում, թե Թրամփի ադմինիստրացիայի համար շատ մեծ խնդիր է լինելու նույն այս մարդկանց հետ շարունակել բանակցություններ վարել։ Իսրայելի համար իրենց քաղաքական փիլիսոփայությամբ ու տրամաբանությամբ, քանի դեռ կա Իրանի Իսլամական Հանրապետություն, իրենք անվտանգության սպառնալիք ունեն տարածաշրջանում եւ իրենց հիմնական նպատակը հենց այդ ռեժիմի ամբողջական փոփոխությունն է։ Ինչու՞, որովհետեւ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքական գաղափարախոսության հիմքում էլ Իսրայելի վերացումն է։ Օրինակ Թեհրանի կենտրոնում կար մի ժամացույց, որը հաշվարկում էր այն ժամանակը, որ մնացել է Իսրայելի ոչնչացման համար։ Մահ Իսրայելին եւ մահ Ամերիկային դա փողոցներում տեսանելի լոզունգ է քաղաքական եւ մի լոզունգ է, որ բոլոր հնարավոր քաղաքական տեքստերն ու հայտարարությունները սկսում եւ ավարտվում էին դրանով։ Այսինքն իրենց կամ օրինակ ԻՀՊԿ-ի Ղոդսի ուժերը, ինչու են կոչվում Ղոդսի ուժեր, որովհետև Ղոդսը Երուսաղեմի պարսկերեն անվանումն է
եւ համարվում է, որ այդ ստորաբաժանումը ստեղծվել է, որպեսզի Երուսաղեմը ետ նվաճվի։ Այսինքն իրենք համարում են, որ քանի դեռ կա այս գաղափարախոսությունը, դա միայն գաղափարախոսություն չի, այլ նաեւ իրական նպատակ եւ հետեւաբար իրենք ունեն սպառնալիք։ Լավ, մենք իրավիճակը պատկերացնենք գետնի վրա Միացյալ Նահանգներ, Իրան, հնարավոր համաձայնությունը ստացվում է, Իսրայելը այնքան էլ համաձայն չէ, օրինակ ձեռք բերված պայմանավորվածությանը, ինչ է լինում իրականը։ Դե այդտեղ ես կարծում եմ առանցքային դեր ունի այն հանգամանքը, որ Իսրայելի պաշտպանական համակարգում շատ զգալի դեր ունի Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Կարող է Միացյալ Նահանգները զսպել կամ փոխել դրա մասին եմ ուզում ասել, այդ քաղաքական լծակը, անվտանգային լծակը Իսրայելի վրա կարող է ստիպել Իսրայելին, որ համաձայնվի այն պայմաններին, որ համաձայնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Հակառակ դեպքում, օրինակ, ես կարծում եմ, որ Իսրայելը անցյալ տարվա հունիսին էլ կողմ չէր լինելու, որ դադարեցվի պատերազմը։ Իսրայելի դիտանկյունից դա իր նպատակներին չհասած պատերազմ էր անցյալ տարի, քանի դեռ ռեժիմը դեռևս տեղում էր, քանի դեռ այն կոչվում էր Իսլամական Հանրապետություն եւ քանի դեռ իր առանցքային արտաքին քաղաքական նպատակ շարունակում է սահմանել Իսրայելի ոչնչացումը։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Զրուցակիցս իրանագետ Աննա Գևորգյանն էր։ Կհանդիպենք։